Իդեպ մարտի 11-ին Հնդկաստանում Արադ Միրզոյանը հայտարարել է, որ ձեռք բերված եւ կամ ձեռք բերվող հնդկական զենքերը երրորդ երկրի դեմ կիրառելու նպատակ Հայաստանը չունի։ Համացանցում լայն արձագանքի եւ ծաղրի արժանացած այս հայտարարությունը ցավոք ապացուցված իրականություն է։ Մի փոքր հետ գնանք 2020 թվական Արցախ 44-օրյա պատերազմ։ Ադրբեջանին անցան միլիարդավոր դոլարների զենքեր, որոնց մեծ մասը անգամ չէր օգտագործվել։ 2021 թվական մայիս Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում խորանալով մինչև 3 կիլոմետր, ինչպես նաև Վարդենիսում։ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում կռվել Սև լճի 30%-ի համար։ 2022 թվական սեպտեմբերյան ագրեսիա Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի ավելի քան 2 քառակուսի կիլոմետր տարածք, Հայաստանը տվեց 224 զոհ։ Փաշինյանը հայտարարում է, որ չի պատրաստվում ռազմական ճանապարհով թշնամուն դուրս մղել։ 2023 թվական սեպտեմբեր Արցախ Ադրբեջանն ամբողջությամբ գրավեց Արցախը, 120,000 հայ բռնի տեղահանվեց։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում օգնել Արցախին պատերազմի մեջ չներքաշվելու համար։ Զենքը, որը ձեռք է բերում Հայաստանը, ինչպես փաստերը ցույց են տալիս, ավելի շատ որպես ցուցանմուշ է ծառայում։